Վոլոդիա Սարգսյանը 9 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Հացիկ գյուղում։ 3 ամսական հասակում նրա մայրը Աննա Ադամյանը պարզել է, որ Վոլոդիան առողջական խնդիրներ ունի։ Ավելի ուշ բացահայտվել է նաև հիվանդության անունը՝ մանկական կաթված։ Տարիներ շարունակ դիմել է տարբեր մասնագետների, սակայն ապարդյուն։ Արդեն 1 ամիս է Վոլոդիան գալիս է Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն և բուժում ստանում։ Արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ակնհայտ է երեխայի հոգեբանական և ֆիզիկական առաջընթացը։ Երեխան հաճույքով հաճախում է, չի նեղվում, լաց չի լինում, շատ ուրախ է գալիս, սիրում է այս աղջիկներին, մասնագետներին, 3 մասնագետ հաճույքով աշխատում են երեխայի հետ, 1 ամիս է ինչ գալիս եմ և ասեմ, որ առաջին փոփոխությունը իմ մեջ եմ տեսնում, որի վերջո կարողացանք այս երեխաներին ինտեգրել մեր հասարակությանը և իր մեջ էլ եմ տեսնում փոփոխությունը, որտեղ հաճույքով հաճախում է։ Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնը մարզում գործում է 1 ամիս, սակայն առողջ սկիզբ ծրագրի շրջանակում այն սկսել է գործել դեռևս 2006 թվականից։ Այդ ժամանակահատվածում Արմավիրի մարզի 10 համայնքում ընտրվել է սոցիալական, առողջական, հոգեբանական օգնության կարիք ունեցող ավելի քան 1050 երեխա։ Մոտ 650 երեխա ենթարկվել է մանկաբուժական ընդհանուր հետազոտության, 460-ի մոտ հայտնաբերվել են զարգացումը խոչընդոտող և հաշմանդամության տանող խնդիրներ։ Ամբողջ էությունը ծրագրի նա է, որ հայտնաբերել այնպիսի երեխաներ, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել բժշկական հսկողությունից և ինչու չէ նաև սոցիալական մարմինների հսկողությունից, որովհետև ելնելով հայկական մտածողության տեսակետից շատ ծնողներ թաքցնում են իրենց երեխաների հաշվանդամության խնդիրը, մտածելով, որ կմեծանա կանցնի և ինչու չէ, որ մնացած ոչ մի հարևան բարեկամ չիմանան։ Արաբկիր բժշկական համալիրի Արբես կենտրոնի բազմամասնագիտական թիմի անդամները 2 տարի շարունակ տեղում հետազոտել են առողջ սկիզբ ծրագրի շահառուներին։ Դրա շնորհիվ 35 երեխա հաշմանդամության թոշակ ստանալու իրավունք է ստացել։ 47 երեխա շտապ բուժօգնություն է ստացել։ Վերապատրաստվել են նաև Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնի բազմամասնագիտական թիմի աշխատակիցները։ Ընդհանրապես, եթե կարողանանք շատ կարճ բնութագրենք վերականգնողաբանությունը կամ ռեաբիլիտացիան, դա մի կրթման և վարժեցման մի պրոցես է, որի ընթացքում ֆիզիկապես կամ մտավոր կամ տարբեր վարքագծային պրոբլեմ ունեցող անձի օգտագործում ենք ողջ պոտենցիալը։ Դա իր էմոցիոնալ պոտենցիալն է, դա իր պրոֆեսիոնալ, դա իր մտավոր, դա իր ֆիզիկական պոտենցիալն է։ Եվ դրա համար, երբ մենք աշխատում ենք թիմով ենք աշխատում, քանի որ մեր ասպեկտում մի երեխան կարող է ունենալ շատ տարբեր կարիքներ։ Այսօր Արմավիրի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնում աշխատում է 8 մասնագետ։ Նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը բազմամասնագիտական թիմում կարևոր է։ Ֆիզիկական վարժությունները զուգակցվում են տրամաբանական, հոգեբանական վարժություններով։ Օրինակ, հատուկ մանկավարժ Ռոզա Մելքումյանը գույների ճանաչողական ռեֆլեքսի միջոցով զարգացնում է մտավոր ունակությունները։ Երեխաները հարմարվում են միջավայրին, սովորում են հաղթահարել սեփական խնդիրներն ու բարդույթները։ Ունենք 26 հիվանդ, այդ ընթացքում զննվել է 50 հիվանդներ, որոնցից կենտրոնում ընդունվել է 26-ը։ Պահանջարկը շատ է նման մասնագիտության, որովհետև կենտրոնում մարզը ունի բավական մեծ թվով հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ, որոնց համար դժվար է սպասարկվել Երևանում, որովհետև առանց այդ տրանսպորտի խնդիրը, սոցիալական վիճակը, բնակության, իսկ այս կենտրոնը մեծ հնարավորություն է ստեղծում նման կարիք ունեցող երեխաների համար։ Առողջ սկիզբ ծրագիրը մեծ համբավ ու պահանջարկ ունի։ Արմավիրի 10 համայնքից բացի կենտրոն են դիմում այլ տեղանքների բնակիչներ։ Ծրագրի արդյունքներն ակնհայտ են, ժամանակին և ճիշտ ցուցաբերված օգնությունը հաճախ բախտորոշ է լինում։
4-ամյա Սարգիսը հիդրոցեֆալիա ախտորոշում ունի, չի կարողանում ինքնուրույն քայլել։ 1 ամիս է վերականգնողական հատուկ բուժում է ստանում։ Ամեն մի քիչ առաջընթաց կա էլի քայլելու։ Առաջ մեկ քայլ գցում էր, բանը ընկնում էր։ Իսկ ամեն 2-3 քայլ, 4 քայլ գալում ենք իրան։ Ինքիրան քայլ բռնվելով քայլում է։ Սարգիս Գրիգորյանի եւ նրա ծնողների համար այս ծրագիրն իրապես առողջ սկիզբ է դարձել։ Նրա նման հարյուրավոր երեխաներ մասնագիտական օգնության կարիք ունեն։ Առողջ սկիզբ ծրագիրը շարունակական բնույթ է կրում։ 2008 թվականից մեկնարկային անունն այլևս չի կիրարկվի։ Առողջ սկիզբ ծրագիրը կշարունակվի Հայաստանի այլ մարզերում։ Նուր հասարակական կազմակերպության աշխատակցուհիներ Սվետլանա Հակոբյանը եւ Մարգարիտա Սեդրակյանը առողջ սկիզբ ծրագրի ընթացքում տունայցեր կատարելիս պարզել են, որ Ֆիդանյանների ընտանիքում մեծացող Հակոբը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ֆիդանյանների ընտանիքը 12 տարի ապրում է կիսակառույց առանձնատանը։ 4 զավակների մայր Արմինե Մկրտչյանը դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում, բայց չի բողոքում։ Նրա միակ մտավախությունն իր երեխաների առողջությունն է։ Արմինե Մկրտչյանն իր զավակի Հակոբի առողջական խնդիրները պարզելու համար տարիներ շարունակ դիմել է տարբեր բժիշկների։ Նրան հավաստիացրել են, որ անհանգստանալու կարիք չկա։ Գրեթե արդեն 3 տարեկան էր։ Ես տարա Հակոբին մեզ մոտ, պոլիկլինիկա, իր բժշկում մոտ։ Ու ես ասացի, որ դեր երեխան համարյա 3 տարեկան է, ոչ նստում է, ոչ քայլում է։ Իրանք ասացին, որ շատ չաղա, երևի չի կարողան ոչ նստի, ոչ քայլի։ Ու ես արդեն հասկացա, որ իրանց մոտ ես չեմ կարող, ասենք, միշտ տանել, ինչ որ արդյունքի հասնել։ Ու տենց մնաց Հակոբը։ Ճիշտ է, տանում էի պատմասվան, կշռելու ասում էին ամեն ինչը նորմալ է, նորմալ, իրա տարիքը, իրա քաշը, իրա աճը, խնդիր չկա այստեղ, մենք չենք տեսնում ոչ մի խնդիր։ Բայց ես զգում եմ, որ իմ երեխու մոտ կա ինչ-որ տարօրինակություն, որտեղ ինքը դեռ դպրոցից հետո է ճանաչել, որ ես իր մաման եմ ու մամա է ասել, նանա կամ տատի։ Չգիտեմ, դե հիմա թող դա էլ իրանց մեղքն է։ Առողջ սկիզբ ծրագրի շրջանակներում տունայց էին կատարում Ֆիդանյաներենց ընտանիք, որը ներկայացված էր որպես սոցիալապես անապահով ընտանիք։ Հայրն էր տանը, զրույցի ժամանակ պարզվեց, որ տղան, որը 6 տարեկան էր, դեռ չի խոսում եւ պարզվեց, որ դեռ բժիշկները հայտնել են, որ երեխան դեռ կխոսի, կարելի է սպասել։ Երեխային մենք որոշեցինք ընդգրկել ծրագրի մեջ եւ առաջիկա բժշկական զննման ժամանակ ծնողները բերեն զննման։ Այդպես էլ եղավ, նրանք երեխային բերեցին բժշկական զննման, որտեղ բազմամասնագիտական թիմը գտավ, որ խնդիր ունի երեխան եւ շարունակական զննումներ եղան եւ հաշմանդամություն ստացանք երեխայի համար հաստացի երեխան ունի թույլ մտավոր խնդիրներ եւ աուտիզմի երևույթներ են նկատվել, դա հաստատել է թիմը, բժշկամասնագիտական թիմը, որից հետո երեխան պետք է գնար դպրոց եւ մենք խորհուրդ տվեցինք, որ ամենահարմարը կլինի սկզբնական շրջանում գոնե երեխան հաճախի Արմավիրի թիվ 1 հատուկ դպրոց։ Տնօրենը լոգոպեդ էր մասնագիտությամբ եւ նա բավականին մեծ աշխատանք է կատարել երեխայի հետ, մայրն է նկարագրում, որ փոփոխություններ կան։ Մայրն ասում է, որ փոխվել է ոչ միայն Հակոբը, այլև ինքը։ Ընդունելով այն փաստը, որ իր տղան հաշմանդամ է, Արմինեն գիտակցաբար է մոտենում խնդրին։ Նա չի ամաչում, չի թաքցնում իր խնդիրները,
փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նուր հասարակական կազմակերպության անդամները տնայցերի ընթացքում բացահայտել են բազմաթիվ ընտանիքներ, որ հասարակությունից թաքցրել են իրենց զավակների խնդիրները։ Սկզբում, երբ որ տունայցեր էինք կատարում, ունեինք մեր ձեռքի տակ հաշվառված ընտանիքներ, որ վերցրել էինք բուժամբուլատորիաներից, եւ երբ որ սկսեցինք տունայցերը անել մեր, ընթացքում արդեն մեզ տեղեկություններ էին տալի, որ կան այնպիսի ընտանիքներ, որ ծնողները թաքցնում են երեխաներին, եւ մենք սկսեցինք նրանց հետ աշխատել։ Հայտնաբերել ենք բավականին մեծ ընտանիքներ այդպիսի թաքնված հաշմանդամություն, եւ մեր միջոցով ուղեկցել ենք դեպի Արաբկիր կենտրոն, մեր միջոցով եւ բժիշկների միջոցով ստացել են թոշակավորման այդ թուղթը եւ շատ շնորհակալություն են հայտնում մեզ, անգամ հիմա այս պահին էլ ունենք ընտանիքներ, որ արդեն իրենց ոտքով գալիս են եւ խնդրում են, որ մենք իրենց ցուցակագրենք։ Նուր հասարակական կազմակերպությունը համագործակցում է Հույսի կամուրջ, Առաքելություն Արևելք, Արաբկիր բժշկական համալիրի հետ։ Յուրաքանչյուր կազմակերպություն որոշակի ֆունկցիաներ է իրականացնում։ Նուր կազմակերպության անդամները բացահայտում են օգնության կարիք ունեցող ընտանիքներ, այդ մասին տեղյակ են պահում ծնողներին եւ համատեղ փնտրում լուծման ուղիները։ Նրանք ցուցակագրում են հաշմանդամ երեխաներին եւ կապ ստեղծում Արմավիրի երեխայի զարգացման եւ վերականգնողական կենտրոնի հետ։ Ստեղծվել է առողջ սկիզբ ծրագրի ռեսուրսների բազան, հաշվառվել է 465 ընտանիք, տունայցերը շարունակվում են։ 28-ամյա Շուշանը Արմավիր է տեղափոխվել Շիրակի մարզի Իսահակյան գյուղից։ Նրա որդին Կարապետը 6 տարեկան է, ունի առողջական խնդիրներ։ Տունայց էին կատարում 107 թաղամասում, երբ որ այցելեցինք ընտանիք, երեխային տվեցինք Արաբկիր կենտրոն եւ բժիշկները հայտնաբերեցին երեխայի խնդրեմը։ Եվ մեր միջոցով երեխան ստացավ հաշմանդամության կարգ։ Շուշանի մասին Սվետլանա Հակոբյանին պատմել են հարևանները։ 2 տարի առաջ մահացել է դուստրը։ Շուշանի ամուսինը լքել է ընտանիքը։ Ամուսինս էլ եկավ 6 ամիս ապրավ, չէր ուզում աշխատել։ Զորով, շարով էդել ուժտեղ տանում են, էլ քարանքի գործարան, էլ ցեմենտի գործարան, ուժտեղ տանում են, ասում են, չէ, ես չեմ էստա։ Գիշերացում ասում են, մի տարեք աշխատանքի։ Ես չեմ ուզում։ Մի ամսնացել է, մի չտեմ, ոնց է ապրում, ոնց է աշխատում։ Կարապետն արդեն 2 տարի է հաճախում է Արմավիրի 6-րդ մանկապարտեզ։ Մանկավարժներն ասում են, որ սկզբում նա իր հասակակիցների հետ չէր շփվում, իսկ հիմա արդեն մտերմացել է։ Նա պատրաստվում է դպրոց գնալ։ Շուշանի եւ Կարապետի ընտանեկան պատմությունը Նուր կազմակերպության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է։ Նրանք օգնել են Շուշան Մարգարյանին ձևակերպել ամուսնալուծության փաստաթղթերը, գրանցել են Արմավիրի վերականգնողական կենտրոնում։ Այս ընտանիքը առողջ սկիզբ ծրագրի շարունակելիության կարիքն ունի։ Սեպտեմբերին Նուր կազմակերպության աշխատակիցները կազմակերպելու են տունայցերի նոր փուլ։ Դռները թակելով եւ նոր դեպքեր բացահայտելով նրանք իրականացնում են կազմակերպության հիմնական առաքելությունը՝ գտնել եւ օգնել կարիքավորին։